Հեռախոսը ոչ խելացի է, ոչ էլ վերջին սերնդի։ Նա չի օգտվում մոբայլ ծրագրերից եւ չի կատարում բջջային վճարումներ։ Ունի բոլոր վիրուսների անտիվիրուսը, բայց հեռախոսի անվտանգության հարցում սկզբունքային է։ Այն պետք է միայն զանգերի համար։ Եթե այս հեռախոսը փչանա կամ հնանա, ես ունեմ նույնպիսի մեկ այլ սարք։ ՏՏ անվտանգության ոլորտի գուրու Եվգենի Կասպերսկիից սարսափում են կիբերվնասատուները։ Նա գիտի ինչպես թվային աշխարհը դարձնել անվտանգ ու անխոցելի։ Ես ամենաչար ու վտանգավոր մարդկանցից մեկն եմ կիբերհանցագործների համար, նրանք ինձ ատում են։ Կասպերսկին նախագահի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակի 6-րդ դափնեկիրն է։ Ամենամյա մրցանակը շնորհվում է ՏՏ-ում բացառիկ եւ հեղափոխական ներդրումներ կատարած անհատներին, որոնք աշխարհը դարձնում են ավելի լավը։ Ինձ անընդհատ հարց եմ տալիս, ինչու է հենց ինձ տրվում այս մրցանակը, չէ որ հեղափոխական տեխնոլոգիա չեմ հեղինակել։ Այո, բայց այդ փոփոխությունները կատարած տեխնոլոգիաներն ի սկզբանե ստեղծվել են ոչ անվտանգ։ Հենց այդ պատճառով ամբողջ աշխարհում 100 հազարավոր կիբերհանցագործներ գրողների նոր տարբերակներ են մշակում, իսկ ես պայքարում եմ այդ աղբի դեմ։ Կասպերսկին շեշտում է գիտի ավելին, քան կարող է պատմել։ Իր լաբորատորիան օգնում է ոստիկանությանը, իսկ կիբերահաբեկչության դեմ պայքարում գործակցում է աշխարհի տարբեր երկրների իրավապահ մարմինների եւ Ինտերպոլի հետ։ Մենք երբեք չենք գրում ծրագրեր, որոնք նախատեսված են գրողների համար։ Ապագայի հոլիվուդյան սցենարով հանցագործություններն արդեն իրականություն են՝ կիբերլրտեսություն, սաբոտաժ, կիբերզենքեր։ Կասպերսկին ներկայացրեց վտանգների ինտերնետն ու մարդկության սպառնալիքները։ Ցանցը դառնում է ավելի անպաշտպան։ Հաքերների հաջորդ թիրախը սմարթ հեռուստացույցներն են, որովհետև այնտեղ արդեն ներդրվում է օնլայն վճարումների համակարգը։ Արդեն 6-րդ անգամ նախագահի մրցանակի ֆինանսավորումը ստանձնել է Vivatel MTS-ը։ Ընկերությունը այս մրցանակաբաշխության համար մինչև օրս ներդրել է 125 միլիոն դրամ։ Այսպիսի դաղանդներ կամ հանճարեղներ, երբ իրենք այցելում են մեր երկիրը, իրենք կարողանում են տեսնեն, զգան այս մեր ոլորտը եւ կարողանում են համապատասխան փորձը եւ կաչալերությունը փոխանցեն հատկապես մեր երիտասարդ սերունդին։ Եվգենի Կասպերսկին Հայաստանում կլինի 3 օր հագեցած գրաֆիկով դասախոսություններ եւ մաստեր կլասեր կանցկացնի ուսանողների եւ ՏՏ համայնքի համար։ Հայկու Հիասատրյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։